նախագահը Իրանի հայտարարեց, որ Թեհրանից մայրաքաղաքը շտապ կարգով հարկավոր է տեղափոխել էկոլոգիական նկատառումներով, ոչ արդեն 100 տարի է դա քննարկվում է 1876 թվից թուրքական Գերդաստանը, թուրք Գերդաստանը պարսկական պետության մայրաքաղաքը տեղափոխեց թուրքական կենտրոն, Թեհրանը դա թուրքական է, դա թուրքական քաղաք է, պարսիկները հեռանում են Թեհրանից, տեղափոխում են Պարսկաստան մայրաքաղաքը, սպասվում են մեծ փոփոխություններ Պարսկաստանում, այսինքն ինքը ներսում այնպիսի խնդիրներ ունի, որ նրան օդի պես այդ կամուրջը արահետը Իդեմս Հայաստանի Սյունիքի արահետը նրա համար թթվածնի ճանապարհ է, թթվածին է, այսինքն նրանք լուրջ խնդիրներ ունեն, ուզում են ունենալ լավ, հանգիստ, զարգացող խաղաղ Հայաստանի Հանրապետություն որպես հարևան եւ դրացի դաշնակից չէ, դա շատ խառն է։ Հիմա անցնենք հնգյակին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը արդեն հայտարարեցին, որ համաձայն են, որ Ամերիկան ներկա լինի Սյունիքում, որ ստեղ մեր կողբ գյուղում կա Հրազդան գետի ձորում Ամերիկայի դեսպանատունը մի հսկայական բազա է, այսինքն Ամերիկա ամեն տեղ կա, մեր բանկերում Ամերիկան է, Ամերիկան ամեն տեղ կա, բայց որ Սյունիքում առանձին ինքը պետք է լինի, իր դրոշը պետք է այնտեղ լինի, դա Ռուսաստանը համաձայնությունը մեզ համար խորհրդանշական է։ Ռուսաստանը երկրորդ համաձայնությունը ասացի չէ, որ հրեական պետության համար աջակցեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կռիվ չեն անում Հայաստանում, նույնիսկ Մարիա Զախարովան է դա ասում, որ մենք չենք կռվի Հայաստանում ամերիկացիների դեմ, տանում են տանեն, բարով վայելեք։ Ֆրանսիան դե մեր ավանդական դաշնակիցն է։ Դեր բան կա։ Եթե չհամագործակցենք, պետք է նրանք իրար միջուկային հարվածներ հասցնեն։ Բրիտանիան եւ Չինաստանը միշտ քվեարկել են կողմ այդ երկուսի որոշումներին համատեղ։ Այսինքն այդ հնգյակը կողմ է, եթե այդպես չլիներ, հայկական պետություն չէր լինի։ Ես ասում եմ, եթե անվտանգության խորհրդի գլխավոր պետությունները, եթե անտարբեր լինեին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հայկական պետությունը գոյություն չէր ունենա։ Մենք պետք է իմանանք, հայկական պետությունը ունի գործառույթ նրանց հետ համագործակցության առումով։ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ֆրանսիա, Չինաստան, Ամերիկա եւ Ռուսաստան, այն նրանք համաձայն են, որ լինի, նրանք են գրել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը։ Ամերիկացիներն են գրել ընդհանրապես, Ստալինն ու բանել ստորագրել են Չերչիլը, ուրեմն պարտադիր հայկական պետության գոյությունը պայմանավորված է նրանց բարի կամքով, նրանց բարի կամքի հետևանք է։ Ես ասում եմ, կոնկիստադորներ են նրանք այս դեպքում։ Ուրեմն մեզ համար շահեկան կլինի, նորից վերադառնանք, որպես քաղաքակրթական ֆորպոստ մարդասիրական լինել Հայաստանում, դա բոլորին հարմար է, որտեղ մեր հարևանները եւ Ադրբեջանը, եւ Իրանը, եւ Թուրքիան անկայուն պետություններ են։ Ես ասում եմ, մայրաքաղաքը տեղափոխեցին Ստամբուլից բերեցին Անկարա, հիմա էլ իսկ մյուսներն էլ Թեհրանից տանում են չգիտեմ ուր, դեպի Պարսկաստան, իրենց սահմանները։ Անկայուն պետություններ են, մենք այստեղ կարևոր ենք։ Բացի դրանից, ես համարում եմ, որ մենք դրանով ենք տարբերվում մյուս կենդանիներից, գաղափարական խնդիր կա, մարդասիրական խնդիր կա, բոլորը գիտեն, որ հայկական պետությունը օրինական է, քրիստոնեությունը օրինական է, այսինքն չի կարելի ոչնչացնել, դա բոլորի համար է աղետ, հայկական պետության ոչնչացումը, դա աղետ է քաղաքակրթական, հայ ժողովրդի սփռվել է եւ հայոց լեզվի մահը, հայ գրականության, հայ երաժշտության, հեքիաթների, դրա մահը քաղաքակրթության համար մեծ աղետ է։ Այսինքն նրանք նաև գաղափարական նկատառումներով
գաղափար ունեցող երկրները շահագրգռեն, որ հայկական պետությունը լինի։ Մեր խնդիրն է օգտվել այդ հնարավորությունից։ Շնորհակալ եմ շատ ծավալուն պատասխանի համար, ունենք հեռախոսազանգեր, բայց այս պահին ես չեմ տեսնում ցավոք։ Իհարկե, հարցերս ինչպես շատ են։ Եկավ, չէ, սպասում են, վաղուց են սպասում, դրա համար ես հնարավորություն անպայման ուզում եմ տալ, այո, լսում եմ ձեզ, բարև ձեզ։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ես խնդրում եմ հաջորդ հաղորդումների ժամանակ մեզ հերոստատիտողները մի քիչ ավելի ժամանակ տրամադրեք։ Եթե համարները գրել եք, ուրեմն մենք պետք է զանգահարենք։ Հա, երկրորդը խոսում ենք 4 հանրապետության մասին։ Դա Նիկոլը մանիպուլյացիա է անում, որպեսզի նոր սահմանադրություն գրի, այսինքն փոխեն սահմանադրությունը, որը պարտադրում է իրեն Ալիևը, այսինքն սահմանադրություն հայտարարում է 4 հանրապետություն, դե 4 հանրապետություն նոր սահմանադրություն պետք է ունենա եւ նոր սահմանադրությունը գրելով հաստորեն այն բանալիները պիտի վերացնի։ Հասկանալի, մի կրկնեք, պարզ է։ Ես պատասխանեմ ձեր հարցին։ Եվ երկրորդ հարցին։ Դուք ասում եք չգիտեմ ովքեր պիտի ընտրվեն, ես կարծում եմ դուք ինձ հետ համաձայն կլինի, որ նախկինները եւ ներկաները չպիտի մասնակցեն ընտրություններին, այլ դա երրորդ ուժը պետք է լինի։ Երրորդ ուժը, ովքեր որ նախկինների ներկաների չեն աշխատել։ Շնորհակալություն։ Պիտի դաշին կազմեն, որ կարողանան հաղթել ընտրություններում։ Եթե նրանք դաշին չկազմեն առանձին ելույթ հանդես գան։ Չեն հաղթի։ Շնորհակալություն։ Դաշինքով Շնորհակալ եմ։ ընտրություններին։ Շնորհակալ եմ հարցի համար, սիրով կպատասխանեմ։ Ուրեմն նախկիններ ու ներկաները ես այդպես չեմ բաժանում։ Իսկապես կան եւ նախկիններ եւ ներկաներ, բայց ես այլ ձև եմ հարցը դնում։ Ուրեմն անկախականներ եւ ճորտեր։ Այն մեր մոտ խնդիրը այդպես է դրա հայկական պետությունը պետք է լինի որևէ երկրի պրովինցիան, գաղութը, թե հայկական պետությունը պետք է լինի անկախ։ Ես ձեզ հետ որոշ իմաստով համաձայն եմ։ Այդպես չի կարելի բաժանել նախիններ, ներկաներ, 3 առաջ օրը, վաղը չէ մյուս օրը կամ դրսից բերենք։ Ովքեր են համաձայն հայ ժողովրդի կամքը կատարելու։ Հայ ժողովուրդը արդեն իր կամքը հայտնել է, ստորագրահավաք ունի։ Հայաստանը անկախացնել։ Հայ ժողովուրդը այդպեսի թող հավաքեն 600,000 ստորագրություն լուծարել հայկական պետության լուծարման մասին, եթե ստորագրություն կհավաքվեն, ես կասեմ ինչ կարծիք ունեմ։ Իհարկե դեմ եմ դրան։ Ուրեմն այսօր մենք ունենք մի ընտրություն, կամ Հայաստանը մնում է որպես հայկական անկախ ժողովրդավարական պետություն, կամ մնում է բռնապետություն եւ ինչ որ պետության կցորդը։